այսքան բան պատմեցինք եւ հարց հնչեց այն սկզբում, թե ինչի այս ամեն ինչը չի պատմվում, իրականում ասեցի պատմվում է, բայց ես ձեզ ասեմ ֆունդամենտալ հանքարդյունաբերության խնդիրը հետեւյալն է. ինչպես է այն ընկալվում ամբողջ աշխարհում, ինչպես է այն ընկալվում Հայաստանում, եւ ես վստահ եմ, որ օրինակ հիմա ուսանողները շատ չեն դահլիճում, բայց ուսանողներից շատերի պատկերացմամբ մոտավորապես այս ոնց է թերթվում, որ ինձ մի հատ ցույց տաք, ես ձեզ թերթեմ եւ ցույց տամ։ Ինչ տեսք ունի հանքարդյունաբերությունը եւ ինչ ենք մենք ուզում անենք։ Մենք ուզում ենք, որ այդ ընկալումը փոխվի, որովհետեւ մինչեւ այդ ընկալումը չփոխվի, ընդհանրապես հարց առաջանալու, իսկ ինչն է սա պետք հանքարդյունաբերությունը, ոնց որ հաճախ առաջանում էր, օրինակ շատերը համարում էին, որ կարելի է Հայաստանում անել միայն զբոսաշրջություն, միայն գյուղատնտեսություն եւ դրանով ապրել, որովհետեւ բոլորի մտքում պատկերը այսպեսինն է, այսինքն հանքարդյունաբերությունը մոտավորապես sense տեսք ունի։ Իրականում այդպես չի, հանքարդյունաբերությունը կարող է ունենալ նաեւ այսպիսի տեսք, եւ օրինակ կոնկրետ այսպիսի տեսք ունի այսօր Զանգեզուրի բնձամոլիբդենային կոմբինատում հանքարդյունաբերությունը։ Եվ սրանք պատահական նկարներ են արված, այնպես չի որ մենք հատուկ մարդկանց հագցրել ենք, լողացրել ենք եւ այլն։ Ուզում ասեմ շատերի պատկերացմամբ դա պետք է լինեն մրոտ, կեղտոտ, հիվանդ մարդիկ, ինչպես այսօր հնչեց հարցադրումներից մեկում, իրականում այդպես չի եւ սիրով հրավիրում ենք բոլորիդ այցելել, տեսնել, որ այդպես չի, որովհետեւ շատ կարեւոր է, որ այդ ընկալումը փոխվի։ Մի քանի արագ թիվ ուղղակի ձեզ ասեմ երկրների մասին, էլի մի կարծրատիպ կա, որ հանքարդյունաբերությունը միայն հետամնաց երկրներում է, գիտեք իրականում, որ Կանադան է խոշոր հանքարդյունաբերական երկիր, Ավստրալիան, Շվեդիան, Ֆինլանդիան եւ վերաբերմունքը համապատասխանաբար շատ ավելի դրական է այնտեղ հասարակության մոտ, քան մեզ մոտ, օրինակ 71% ավստրալիացիների կարծում է, որ հանքարդյունաբերությունը կարևորագույն դեր ունի տնտեսության մեջ իրենց եւ վստահ է, որ հանքարդյունաբերությունը ապագա բարեկեցության երաշխիքն է ավստրալիացիների։ 2022 թվականի հարցում Կանադայում այստեղ մի հետաքրքիր թիվ կա, որ 88%-ը շատ լավ է դրական է վերաբերվում ընկերություններին այն բանից հետո, որ պարզել է, թե ինչքան բնապահպանական եւ սոցիալական եւ կայուն զարգացման ուղղված նախաձեռնություններ են անում կանադական հանքարդյունաբերական ընկերությունները։ Հայաստանում պատկերը ցավոք շատ տարբեր է եւ օրինակ այս թիվը, որ մենք հրապարակեցինք անցյալ տարի մեր գործընկերներից մեկը Modex ընկերությունը արեց, այսինքն վիճակագրությունից վերցրած տվյալներ են, որ ամենամեծ հնան ունի Սյունիքի մարզը եւ դա բնականաբար հանքարդյունաբերության շնորհիվ է։ Այս այն թվերն են, որոնց մասին հանրության զգալի հատվածը տեղյակ չի եւ նաեւ մեր խնդիրներից մեկն է, որ այդ մասին նույնպես խոսվի։ Եվ կարծում եմ ձեռք բերում է անցյալ տարի էլի մենք հրապարակեցինք հետազոտության տվյալներ, որտեղ ես գոնե այսպիսի թիվ առաջին անգամ եմ տեսնում եւ կարծում դա նաեւ հույս ունեմ, որ մեր հետեւական աշխատանքի արդյունքն է, որ բնակչության մի զգալի մասը 70-ից ավել տոկոսը համարում է Հայաստանում, համարում է, որ հնարավոր է ունենալ եւ զարգացած հանքարդյունաբերություն եւ պահպանել բնությունը եւ բնականաբար նաեւ ունենալ տնտեսական հաջողություններ։ Այսպես էլի ուզում եմ կրկնեմ պարոն Ջանյանի կոչը, համեցեք մեզ մոտ ուսանողներ բերեք, մեր դռները բաց են, մի հատ փոքր դրվագել պատմեմ հետաքրքիր, էլի վերադառնալով այս նկարներին, ինչպես են մարդիկ պատկերացնում հանքարդյունաբերությունը, վերջերս էլի այդպիսի մի խումբ էր եկել դերասանների եւ կանգնած ենք այդտեղ, ով եղել է ԶՊՄԿ-ում երևի գիտի, մեծ այդպես դիտա հարթակ ունենք, որտեղից երևում է աշխատանքը ներքևում պտտվող մեքենաները եւ այս դերասաններից մեկը ասեց բա մարդիկ ուր են, ասում ինչ մարդիկ, ասում դե մարդիկ որ աշխատում են, այսինքն մարդկանց մոտ պատկերացում են որ մարդիկ քլունգներով այդ քարը այնտեղ ասում հես են մարդիկ մեքենաներում են, մի խոսքով ուզում եմ ասեմ մենք շատ ուզում ենք որ այդ պատկերացումը փոխվի, համեցեք, բերեք մեզ մոտ ձեր ուսանողներին եւ դուք էլ համեցեք, շնորհակալություն։